Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք, հուսով եմ, որ դուք եք լավ։ Մենք արդեն տանն ենք վերջապես ու կարելի ասել, այս դեսից դենից մի քիչ հոգնեցի ես։ Ընդհանրապես ես սիրում եմ միշտ տանը, իմ տան մեջ լինել, թե ամբողջ օրը, թե իհարկե գիշերել, ամենակարևորը տան մեջ։ Ճիշտ է, իհարկե սիրում ենք տնից դուրս գալ, մի քիչ ման գալ, ինչ որ մի նոր հիշողություններ ձեռք բերել, ինչպես որ միշտ ասում եմ, դա էլ է շատ կարևոր, ընդհանրապես հետագայում հիշել, ջերմությունով կարևոր է հիշել, բայց այն որ ասում է տնից լավ տեղ չկա, դա ճիշտ է ասված, դե ինչ, այսօր արդեն ամսի 6-ն է, իրականում Զատիկը 3 էր երեկոյան, բայց քանի որ ես տանը չէի, այնպես ստացվեց, որ Նելի պապայի առաջի Զատիկն էր և մենք ավելի շուտ ես, որովհետև Արմենը մի քիչ իրան վատ էր զգում, երևի թե մրսել է ինձ թվում է, այնպես որ ես գնացի մենակ, սամոգործի էր, Արմենը նոր երեկել լավ չէր, տեղ տվեցի, ասեցի պարկի քնի, ես գնում եմ շուտ գամ։ Մի խոսքով, ես գնացի, մինչև գնալս գնացի խանութ, մի երկու հատ փոքրիկ նվեր առա երեխաների համար, քանի որ գնացել էինք, չէի հասցրել գնել, իսկ երեխաները առանց նվեր չեն կարող մնալ, ոնց կլինի գնաս ու պստիկներին ոչինչ չտանես, հա։ Այնպես որ գնացի մի փոքրիկ առևտուր արեցի, այստեղ կտեղադրեմ մի փոքր հատված կդիտեք։ Դե ինչ գնում ենք, ուզում եմ կոնֆետ վերցնեմ, այնքան անսովոր է, որ մենակ եմ այս մեծ խանութում, ընդհանրապես մենակ չեմ գալիս այս խանութը, միշտ Արմենից հետ եմ, կամ Արմեննա, կամ Սամոնա, հիմա մենակ եմ, տեսնենք կոնֆետ թողել են, որ կոնֆետ գնենք, թե կոնֆետները վերացրել են, արդեն տոները վերջացել է, կոնֆետն էլ հետն է վերջացել, գնանք արագ վերցնենք, այնտեղ նանիքն էլ է գրիչ ուզել, գնանք արագ վերցնեմ և երեխաների մի փոքրիկ նվեր, քանի որ նոր տարուն ոչինչ չեմ գնել, այսինքն այստեղ չէինք, չեմ գնել, բայց սաղ ձևափոխել են, տեսնում եք, կոնֆետները վերացրել են, ասում էի, չէ, նոր տարին անցնում է կոնֆետները, հոդս են փչվում, հա, մի քիչ մնացել է ոնց որ չէ, չնայած էլի բան չկա, նորմալ, ինչ է ասում, իզիմիդիատ, օքեյ, եկեք երևի մի հատ իսպիսի կոնֆետ վերցնենք, ուպս, այսպեսի մի հատ սենց համովություն վերցնենք, ինչ կա ուրիշ վերցնելու, այստեղ, ոչինչ, հələ տեսնենք այն կողմը ինչ են թողել, այստեղ էլ համով բաներ կա, բայց հա, այսպիսի կա, էլի համով է երևում, ամեն ինչ մեջը կա, նայեք, սա էլ է համով երևում, երևի սա վերցնեմ, այնի դնեմ տեղը, սի ավելի համով էր, քանց թե նա, այստեղ երեխաների կինդերիկն է, այստեղ երկու հատ վերցնեմ, մի հատ պստոյին Նելի, մի հատ երևի թե Մարիանայի պստոյին, վերցնեմ, բայց չգիտեմ, հլը մտածում եմ, կարող է, հլը սպասեք ընդ ավելի լավ բան տեսա, ահա, այսպիսի սենց արջուկ կա, պրոստը Մարիամիկը արդեն մեծ է, մտածում եմ իգուցե ինքը չուզենա սենց արջուկով, եկեք մի հատ սենց արջուկով վերցնենք պստուկին, Մարիամիկին ինչ վերցնենք, որ իրան ավելի հետաքրքիր լինի, երևի թե այսպիսի բան վերցնեմ, մեջն էլ նասկիներ է, ոնց հասկացա, նայեք նասկի կա մեջը, որ կարա հակնի, կամ այս սենց բան, երևի թե, ուպս, եկեք մի հատ սենց վերցնենք լավ երեխային,
Գնանք տեսնենք խաղալիքի բաժնում ինչ կա, արագ-արագ։ Երևի թե արագ վլոգ է ստացվելու ինձ թվում է, բայց ոչինչ։ Արագ է, բայց չի։ Չէ, ամեն դեպքում միած սենց տոպրակ վերցնենք։ Միած սենց տոպրակ վերցնենք։ Միած սենց վերցնենք։ Այո։ Միատ էլ է պետք։ Կողմը ինչ կա։ Լավ, եկեք միատ էլ սրանից վերցնենք, ոչինչ։ Այդքան ժամանակ չունեմ, հեսա Արմենը պետք է գա իմ հետևից։ Դրա համար շատ երկար առևտուր չեմ կարող անել։ Ստեղ տղայի բաժինա չենք ուզում։ Աղջիկների բաժինը ուր է։ Աղջիկ երեխաների բաժինը կորել է։ Տեսնում եք, չէ։ Լավ, եկեք սենց մտնեմ։ Չեմ սիրում արագ առևտուրը անել, բայց ինչ անենք։ Պետք է արագ անենք։ Այստեղ ինչեր են, սկի գլուխ էլ չեմ հանում, որ ճիշտն ասեմ։ Սա ինչ է։ 4 պայուսա կա, անհասկանալի։ Դաշնամուր կա։ Լավ բաներ չկա, զգում եք ժողովուրդ։ Երևի թե ամբողջը արդեն գնել են խաղալիքները, վերջացել է, վերացել է։ Ես այս տարի ամեն ինչ հակառակն եմ անում։ Այստեղ ինչ կա։ Ինչ է սա, սա ինչ է անում։ Երկելու համար է, հա, ոնց որ թե չգիտեմ ինչ է։ Ոնց որ թե ինչ որ երկելու բան է։ Միկրոֆոն է։ Հա։ Սա ինչ է, սա զարդատուփ է։ Զարդերը դնես մեջը, պահես։ Հեչ լավ բան չկա, հա։ Այստեղ ինչ է, սենց ֆոտոապարատ է։ Ֆոտո անես, հիմիկվա երեխեք արդեն սա հեռախոսներով են։ Էսի տանես, կաս ես ինչ ես բերել ինձ։ Լավ էր, չէ։ Այ, չեմ իմանում, գիտեք, այն վերև է ինչ, հա։ Ինչ-որ սիրուն բան կա, բայց չեմ իմանում ինչ է։ Ախ։ Երևի երկելու համար է, բայց ոնց հասկացա, avec micro, CD player, ինչ-որ այդ տիպի բան է, lecture CD, չէ, ինչ-որ դիսկ է կարդում, չէ, իրան պետք չի, դժվար թե ինքը դրանով խաղա, կոֆեի ապարատ չենք ուզում, այստեղ ինչ է, հալը տեսնենք, այստեղ, սենց, թխվածքներ պատրաստի, հա, երևի։ Այստեղ սենց բաներ կա։ Սա ինչի համար է, ալակուզին պատամուդլե։ Ասի պատամուդլեը, լավ բան է, կխաղա։ Պստիկը կխաղա սրանով։ Ահա։ Okay, պստիկին եղավ։ Այն լրիվ պստիկին էլ չգիտեմ, որ ճիշտն ասեմ, ինքը խուսատ պստիկո է։ Իրան ինչ տանես, որ հետաքրքիր լինի։ Ավտո կտանենք հեսա, տեսնենք ինչ ավտո կա։ Տանենք։ Տեսնենք մեքենա թողել են ես անկուր ժողովուրդը, թե սաղ գնել են, տարել են։ Ոնց որ թե ոչինչ չկա խանութում։ Հես են, փոքրիկ կակրաս, ինքն է պստիկա, թող սենց փոքրիկ մեքենաներով խաղա, ինչու ոչ, հեսի ալավը նայեք, սենց մի հատ կվերցնեմ, և սա երևի կվերցնեմ, սա էլ փոքրիկին, վերջ,
վազեցինք, ուրիշ բան չկա, որ հետաքրքիր լինի, հաճելի լինի, այնպես որ գնանք մի հատ էլ գինի վերցնեմ, գինու բաժին գնանք, մի հատ էլ, այստեղ չէ ոչինչ չկա, գինու բաժնից մի հատ գինի վերցնենք, Ստեղ ինչա 7-8 տարեկան քինչ հետաքրքիր բան է 7-8 տարեկան համ հետաքրքիր է համ չգիտեմ սա ինչա տանը հակնի հա երևի տակ իրա համար սա քանի տարեկանի է Մայրամիկի հակով կլինի, եկեք սա էլ վերցնենք մեր Մայրամիկի համար, ստացվում է արագ առևտուր, բայց տարբերակ չկա։ Եվ դիտումից հետո անցնում ենք ամիջապես խոհանոց սիրելիներս, քանի որ ես երեք տանը չէի և ոչինչ չեմ պատրաստել, որոշեցի այսօր անեմ, ամեն դեպքում, մի անգամ էլ այդպես եղել, որ էլի այդպիսի մի Սուրբ ծնունդ նշեցինք, ցավոք սրտի տխուր ասելով կորցրել էինք էլի հարազատ մարդու ու նույնպես ամսի 5-ին չարեցի, ամսի 6-ին նշեցինք, հիմա նշել ասելով բոլորը գործի են, դասի են, ես և մեծ աղջիկս ենք տանը, ինքը պատրաստվում է իր քննություններին, շատ դժվար քննություններ է, մի քիչ լարված է, ստրեսի մեջ է կարելի ասել, բայց ես վստահ եմ իր գիտելիքների վրա ու իրան եմ ասել, որ ով դու հաստատ լավ ես հանձնելու քո քննությունները, այնպես որ ցածր եմ խոսում, որ իրեն չխանգարեմ, ինչ է ուզում ասեի, պատրաստելու ենք մի քիչ բրնձով չամիչով փլավ միասին, ցույց տամ ես ինչպես եմ անում, ինձ թվում է բոլորս նույն ձև ենք անում, բայց ուղղակի ցույց կտամ, կպատրաստենք միասին կլոր գաթա, որը որ կլինի կոպեկով մեջը, երևի թե, չնայած դա էլ մի քիչ, որ անկեղծ ասեմ, չեմ ընդունում, ասեմ ինչի, որովհետև նենց է ստացվում, որ մենակ այդ մի հոգին ունի ամբողջ տարվա ընթացքում շանս, հա, ում կընկնի այդ շանսը, ում համար տարին լավ կանցնի, դա մի քիչ իմ կարծիքով սխալ է եւ միգուցե ես այս տարի, չգիտեմ, տեսնեմ ոնց կստացվի, կամ ամեն կտորի մեջ մի հատ կոպեկ եմ դնելու, կամ էլ ընդհանրապես չեմ դնելու, անկեղծ ասեմ, որովհետև իմ կարծիքով Միգուցե կոպեկ չէ, չամիչ դնեմ, ամեն մի գաթայի կտորի մեջ չամիչ դնեմ, թող բոլորին էլ ընկնի այդ հաջողությունով ասել, որ ամբողջ տարվա ընթացքում տնից մեկ հոգին պետք է ունենա հաջողություն, հա, այն մյուսները միշտ տխրում են, որ իրեն չի ընկնում, առաջ անկեղծ ասեմ ուրիշ ձև էի անում, մինչև անցած տարի 10 եվրոյանոցը ծալում էի լավ, փոքրիկացնում էի, սննդային թաղանթի մեջ փաթաթում էի, Լունա, աթորնա ճանգրում, հեսա կգամ, հա, այ մինի ջիկի չան, անը ջեկի չան եմ դրա, երեկ նենց կարատե արեց, են փոքր, են մեծ պիսոն, ընգավ մեջքի վրա ու չեր կարում դզվեր, են կոնեկտի ծաղաց է, սոս թմբլիկ փորը վերև հելավ ու մնաց պարկած, մի խոսքով, հա, ու միշտ այդ գումարը ով որ գտնում էր, հիմնականում կամ Սամոն էր գտնում, կամ Ալոնան, ասում էի ամբողջ տարի պետք է պահեք ձեր պորտմանի մեջ ու չծախսեք, որ դա ձեզ հաջողություն ավելի շատ բերի, բայց դե ինձ թվում է, որ այդ ինչ որտեղ սխալ է, որովհետև միշտ մնացածս լավ երեխաների արկեի, մեծերը ես ու Արմենը չենք տխրում հակառակը, որ երեխային էլ ընկնի ուրախ եք, բայց մյուսների մոտ սենց ոնց որ սպասում են անհամբեր, որ հեսա իրանց կընկնի ու չի ընկնում այդ երանելի շանսը, հա, դրա համար կամ բոլորին մի հատ չամիչ կամ ոչ մեկին, այդպես կանենք, տենց ավելի ճիշտ կլինի։ Դե ինչ անցնենք խոհանոց, ես արդեն սկսել եմ բրինձը եփել, իդեպ, բրինձը եփում եմ, հա, մոռացած է, եմ որոշել եմ պերաշկի էլ սարքեմ, պերաշկի խմորը հեսա համարյա թթվել է, կարտոֆիլը հեն արդեն եռում է, ուպս, բացենք որ թափի, կամ ավելի շուտ չեմ բացի, քիչացնեմ,
3-ի վրա, 3 որ թե 2, այստեղ ես բրինձը ստուգեմ, մեկ վարքյան ձեզ այստես տնեմ, մի նեղացեք, որ չեք տեսնում բրինձը, բայց մի հատ ես ստուգեմ ուղղակի, պարզապես բրինձը հոյակապ է ստացվել, այսինց հատիկավոր նայեք, և եփված, մի փոքրիկ ջուր է տակնացես, այդ ջուրն է քաշի, մենք այս բրինձը պատրաստելու ենք, չամիչ-մամիչ կտրատենք, հիմա թող սա լինի, սրան մենք չենք խանգարում, դնենք 3-ի վրա և միացնենք ժամանակ երևի 3 րոպե, 3 րոպեում արդեն ինքը իր հարցերը կլուծի, ինչ եմ ես որոշել, եկեք դուրը փակեմ, որ նանիքին չխանգարենք, դե ինձ սիրելիներս, ինչի ուզում ես ձեզ հետ խոսել, ասել, պատմել, որոշեցի այսօր մի հատ կլոր գաթան, որ պատրաստում եմ, մի քիչ պոպոկ անեմ մեջը, բայց բացեցի մեր չարազը, պարզվեց մեր տան մուկիկ Ալյոնան, սաղ չարազի մեջի պոպոկը հանելը կերել է ժողովուրդ, մենք ունենք չկոտրած պոպոկ, մեր հարևանուհի Անահիտներ փոխանցել, սուջուխի հետ, շարոցի հետ, բայց ես այդքան հավես չունեմ, որ ճիշտն ասեմ պոպոկ կոտրելու, այդ գործը Արմենինն է, իսկ քանի որ Արմենը տանը չի աշխատանքի է, ես ինչ գթա, երևի մի 10 հատ ընդամենը հակառակ անջատվեց, ինչու? Լավա կողքն է, ինչ է ուզում ասել, կիքսավորեցենք, թող երա, հա, մի խոսքով մի 10 հատ երևի պոպոկը, մեկ էլ հնդկական պոպոկ վերցրեցի, հիմա սա կմանրեցնեմ, լավ կմանրեցնեմ, կխառնեմ ալյուրի հետ, կբովեմ և կլոր գաթայի խորիզը այդպես կպատրաստենք, իսկ այն մյուս կտոր գաթան, որտեղ վերգունդ եմ արել, կպատրաստենք արդեն սովորական խորիզ, երևի թե, առանց ալյուրը բովելու, գաթայի վիդեոն ունեմ ալիքում, սրելներս, ես ունեմ իմ YouTube-ում պլեյլիստ, երկու հատ պլեյլիստ կա, մեկը բաղադրատոմսեր, մյուսը վլոգներ, եթե խփեք բաղադրատոմսի վրա, գաթայի բաղադրատոմսով վիդեոն կբերի, բայց ալիքում, այս հոլովակի ներքևում սիլկան կթողեմ, դրա համար խմորը նախորոք ես պատրաստեցի, ասեցի կարիք չկա նորից եւս մեկ անգամ ցույց տամ, սա հանել եմ խորիզի համար, այսպես կարտոֆիլի եղնա, բրինձը եղել է, եկեք կրիշկան բաց թողնեմ, որ ինքը նորից չի եփվի, ինչու, որովհետև այս կաստրուլյան շատ ինքը լավ ջերմություն պահում է և կարելի ասել տերմոսի պես է, սա կտրատեմ և ասեցի չէ, ասեցի, որ պերաշկի եմ սարքելու, մեր երեխաները բրինձով չամիչով փլավ չեն ուտում, ինձ թվում է ինչպես որ բոլոր երեխաները, ինչպես որ ես պերաշկի կպատրաստեմ, իրանք քիչ պերաշկի կուտեն, դեռ ունեն կիևսկի կոտլետ, եթե ուզեն կիևսկի կոտլետ կուտեն, այդպես այսօր կսնվեն, այդպես ասեմ, պերաշկի ուտելուց հետո արդեն ոչ մի չեն ուտում, պատրաստում եմ այն ինչ որ սիրում են, ինչ որ ուտում են, որովհետև ձուկ չեմ պատրաստում այսօր, քանի որ ամսի 29-ին ծննդին մենք սարքեցինք ձուկը, խորովածի անելու ժամանակ էլի ձուկ էինք պատրաստել ժողովուրդ, արդեն կարելի ասել ձկից մի քիչ հոգնել ենք, դրա այս պատճառով ձուկ չեմ սարքում, սարքում եմ մի քիչ բրինձով չամիչ ու Արմենի համար, մի քիչ ասելով մի աշխալ բրինձ եմ եփել, երևի թե մնացած էլ պետք թողեմ, երեխաները ուտում են, ուղղակի դատարկ բրինձ ուտում են, տոմատի սոուս են սարքում վրայացնում են և ուտում են, հա? Այսպես սա կտրատեմ, շատ շնորհակալություն ձեր լավ ջեմ կոմենտարիաների համար, վերաբերյալ մեր արձակուրդին, վերաբերյալ ընդհանրապես մեր վլոգներին, որ ձեր համար շատ հետաքրքիր է, որ ջերմություն եք զգում, հաճելի է նայել մեր ընտանիքին, ինչպիսին ենք մենք և ասեմ նորից կրկնեմ, որ մենք այդպիսին ենք, ինչպիսին որ կանք, հավատացեք, նույնիսկ մոնտաժի ժամանակ շատ քիչ բաներ եմ հեռացնում, այդ եմ, որ անջատում միացնում եմ այդ պրոցեսը, հիմնականում ոնց կա, այդպես էլ կա, դուք տեսնում եք, կարելի ասել 99%-ը մեր միասին լինելը, քանի որ երբ որ միասին չենք, ինքնին աշխատանքի ենք ու ուրիշ ձև է աշխատանքի ենք,
բայց երբ որ տան ենք, հիմնականում այդպիսին ենք։ Հա, ինչ էի ուզում ուրիշ ասել։ Ինչ-որ մի երկու հոգի անիմաստ հայտնվել են, որոնք հիմա համեմատություններ են սկսել անել, եւս մեկ անգամ հերինեին եք նման, չգիտեմ ինչ։ Եթե նայում եք, առաջին եւ վերջի անգամ եմ անդրադառնում ու հաջորդ անգամ ձեր նմանների գրածը ջնջելու եմ, անկեղծ եմ ասում, որովհետեւ արդեն դառնում է մի քիչ տհաճ։ Մեր ընտանիքն է, մենք ոչ մեկի ոչ նման ենք, ոչ նմանվում ենք, առավել եւս, որովհետեւ ինչ է նշանակում նման եք կամ նմանվում եք, եթե օրինակի համար, եթե Եվրոպայում ես ապրում, Եվրոպայում ընդունված է արձակուրդ գնալ, առանձին ինչ-որ տեղ գնալ, երեխաների հետ ժամանակ անցկացնել կամ առևտուր անել, այսինքն այդ նորմալ ապրելակերպը ինչ-որ մեկի նմանություն է, ես չեմ հասկանում ուրիշ երկրներում այդպես չի կամ ուրիշ ընտանիքներում այդպես չի, դուք ինչպես եք ձեր ընտանիքում, շատ հետաքրքիր է, գիտեք, շատ հետաքրքիր է հասկանալ, ոնց կարաք համեմատեք մեկի ընտանիքը մյուսի ընտանիքի հետ, մի քիչ ասենք որ մի բան գրում եք կամ ասում եք, մի քիչ մտածեք, խելքով նոր արեք, հա, ու առավել եւս ոչ մեկի չի ուզում ու չի նմանվում, այնպես որ ձեր հիմարության վերջը տվեք, եկի 1։ Երկրորդ ուզում եմ անդրադառնամ Էլենի եւ Սամոյի վիդեոին, ճիշտն ասած չի ուզենա իհարկե այս վիդեոյի մեջ խոսեի, այս վլոգի մեջ խոսեի դրա մասին, քանի որ դա մի քիչ ծննդյան է, բայց քանի որ խոսում ենք, երևի թե անկեղծ լինեմ անդրադառնամ, ճիշտն ասեմ, մենք երբ որ հոլովակ բաց թողեցինք YouTube, այդ ժամանակ ես ու Արմենը գնացել էինք առանձին Կապդակ մեր մեկ հանգիստը վայելելու եւ ետ եկանք, Սամոս մի քիչ անտրամադիր էր, ասեց մամային տեսել ես ինչեր են գրել, ասեց Սամ ջան ինչ են գրել, նա Էլենին նա ինչ են գրել, նա մեզ են գրել, որ մենք անշնորհք ենք, չենք քեզ փաթաթվել, չենք պաչել, ժողովուրդ այնքան իհարկե բոլորը չեք այդպես գրել, 99%-ը միայն լավ բաներ էր գրել, նախ գրքեր փաթաթվելով չի ամեն ինչ որոշվում, ես դες ասեմ դա հաստատ, ձևական գային ինձ վիդեոյի մեջ գրքեին փաթաթվեին, պաչեին, դրանով ոչինչ չէր փոխվելու, գիտեք ինչ, ասում են ոչ թե խոսքով է, այլ արարքով է, երբ որ քո երեխաները նախընտրում են տանը լինել քո կողքին, երբ որ նախընտրում են քո հետ ժամանակ անցկացնել, երբ որ քո կողքին իրանք իրենց լավ են զգում, երբ որ դու ի վերջո քո երեխաների կողքը քեզ երջանիկ ու բավարարված ես զգում քո կյանքից, այսինքն դու զգում ես, որ այն ինչ որ արել ես անիմաստ չի եղել, այն ինչ որ դու ունես, դա քո կյանքի իմաստն է ու նշանակում է, որ իրանք էլ իրանց ներկա լինելով քո կյանքում քեզ երջանկացնում են եւ իրանց սերը փոխանցվում է քեզ։ Եթե մենք չզգանք մեկս մյուսից ջերմությունը, ապա հաստատ հավատացեք, վիդեոյի մեջ ոչ մեկ էլ չեք տեսնի, հա, որ ասում եմ, մենակ ես կգամ, ասած կբարևեմ, մի բան կպատրաստեմ, կգնամ, այդպես ասեմ։ Այնպես որ մի նայեք մի հատ վիդեոյով, որի մեջ կարելի ասել ավելի շատ հումոր էր, քան ստեր բաղադրատոմս էր, ավելի շատ ինչ որ սենց ժամանց էր, որ որոշեցինք նկարել, եթե նկատեցիք, այնպես չէր, որ մենք հատուկ կանգնե բաղադրատոմս կամ ինչ-որ ձևական սենց ամեն ինչ իդեալական մոնտաժ արած, չէ, մոնտաժը մենակ մի մոմենտ էր արված, որովհետև Սամոն որ շատ ծիծաղացրեց, չգիտեմ, նույնիսկ չհասկացանք ինչի պահով մենք այդտեղ սաղը սկսեցինք ծիծաղել, բայց շատ ամեն մեկս մի կողմ ենք ընկել Սամոն ստեղ էր ընկել Էլենը, դեր ընկել ես вообще լվացային մեջ էի գլուխս մտցրել, որտեղ այդ րոպեին ջուր էի խմում, ջուրը բերանիս մեջ էր ու չէի կարող։ Եվ ասկով ինչ եմ ուզում ասեմ, հա, նախ ես եթե եւս մեկ անգամ երեխա ունենայի, վերածնվեի եւ ուզենայի երեխա ունենալ ընտանիք ստեղծել, եւս մեկ անգամ ես նույն ամուսնուն կընտրեի, նույն երեխաներին կընտրեի, որովհետեւ ամեն մեկից համար է, որ ասում եմ, մեր երեխաները թանկ են ու կարևոր են, բայց երբ որ քո երեխան նաև նվիրված է, ինչպես որ իմ տնօրենն է ասում է մամայի տղան, որովհետև մամայի տղան մաման ծանր չի բերում տուն, միշտ մեքենայով գալիս է մամայի տղան, մամային տուն է բերում, վարքյանական եթե ինչ-որ մի խնդրանք ունեմ, մամայի տղան անում է, ոչ թե մամայի բալայա, այլ մամայի տղա է, այսինքն ինքը մեծացել է եւ հարգում եւ սիրում է իր ծնողներին, իր քուրիկներին եւ դրանով է իր արարքներով, իր պահվածքով ապացուցում իր սերը եւ հարգանքը դեպի ծնող։ Իսկ որ գար պաչեր ասել մամ ջան, մերսի, բայց դրա հետ մեկտեղ
մնացածը չարվեր, ապա այդ մի հատ պաչելը ոչինչ չարժի։ Ներող եք, բայց այդպես, հա, դա այդպես։ Երկրորդը վերջացրեք հիմար, ներողություն եմ խնդրում, որ այդպես եմ ասում, որտեղ դա իրոք հիմար մարդ կար այդպիսի բան գրի, անուղեղ, իրոք անուղեղ, այս անգամ արդեն մի քիչ ես ինձ թույլ կտամ, որովհետև երբ որ դուք գրում եք, որ Սամվել ջան, դու սիրուն ես, դու ավելի սիրուն աղջկա կհանդիպես, կամ Էլենը սիրուն չի, լսեք ժողովուրդ, դուք ինչով եք, ինչ չափանիշներով եք որոշում, որ այս մարդը սիրուն է կամ գեշ է, կամ որ մասն է այդ երեխու գեշ, որ դուք համեմատում եք ու գտնում եք, որ Սամոն պետք է գտնի ել ավելի սիրունի, հա, ես դա չեմ հասկանում։ Նախ ձեր գործը չի, ինքը կարող ամեն աշխարհի գեշ աղջկան ընտրի, կամ իմ աղջիկը կարող ընտրի աշխարհի ամենագեշ տղային, դա բացարձակապես ձեզ չպետք է հուզի, դուք զբաղվեք ձեր երեխայի ընտրությունով եւ ձեր երեխաներով, այնպես չի որ ձեր երեխաները հուրիփերի են ու չգիտեմ երկնքից իջել են ու հրեշտակ են, մնացածն էլ գեշ են։ Շատ ներողություն եմ խնդրում, բայց այս երեխան բնականում գեղեցիկ է, այս երեխան ոչ մի մակիաժ չի անում, ոչ մազ աներկում, ոչ ինչ որ աչքերն է քսում, ոչ պամադա է քսում, ինքը բնականին ոնց որ կա, տենց էլ կա, ունես չասեք, որ ձեր երեխաները, աղջիկները քնից արթնանում են, ունենց պրինցեսաներ են դառած լինում։ Բոլորս էլ կին ենք, բոլորս էլ աղջիկ ենք, բոլորս էլ գիտենք, որ դեպքում ենք շատ գեղեցկանում, որ դեպքում նորմալ արտաքին ենք ունենում։ Այնպես որ հիմա բաներ դադարեք գրել, որովհետև դա գեղեցիկ չէ եւ նորից եմ կրկնում, ինձ այդքան չէր գուցի, ինչքան որ ես տեսա, որ Սամվելիկս իրան ված կա այդ բանին, եւ նույնիսկ ասում եմ մամա կարաս վիդեո նկարես, ես խոսամ վիդեոյի մեջ, ասեցի չէ, մաման ինչ որ պետք է կասի։ Այնպես որ սրանից հետո ու ես Սամոյին ասել եմ, Սամոն ունի ոնց են ասում մուտք իմ էջ, այսինքն բոլոր իրավունքները, ինչպես ես եմ ամեն ինչ տեսնում, այնպես որ ինքը եւ ունի իրավունք ջնջելու այն ինչ որ իրեն դուրս չի գալիս եւ ես ասեցի Սամվելիկին, եթե այսօրվանից սկսված ինչ որ մի կոմենտար է, քոսոքով չի լինի, քեզ տհաճ լինի, մամայի գանձ, որտեղ ինքը իրոք գանձ է, մտեք Էլենի հետ եւ ջնջեք, ես ձեզ թույլ եմ տալիս, այնպես որ նեղություն մի քաշեք, ձեր չարությունը տարեք ու պահեք ձեր տան մեջ եւ վայելեք միայնակ, հա, որովհետեւ ոչ մեկի հաճելի չի ձեր հիմար անիմաստ մեկնաբանությունները։ Ես չեմ ասում մեզ գովաբանեք կամ չգիտեմ, ոչ, ուղղակի մի քիչ կարելի է դաստիարակված եւ քթածակով լինել, որովհետեւ բոլորիս էլ տեսնում ենք, եթե ինչ որ մի բան մեզ դուր չի գալիս, շատ վաղ մենք չենք արտահայտվում եւ նորից եւս մեկ անգամ կրկնում եմ, եթե իմ ալիքում դուք ձեզ լավ չեք զգում, եթե իմ ալիքում ձեզ թվում է որ մենք ինչ որ ձևականություններ ունենք, եթե իմ ալիքում ձեզ թվում է որ մենք ինչ որ մեկին կրկնօրինակում ենք եւ այդպես շարունակ, ապա իմ ալիքը նես չի որ ձեզ բանտարկել է եւ բանալիներ գցել է ծովը, հա, հանգիստ շրջվեք եւ գնացեք ուրիշ ալիք, լիքը կա, ինչն է շատ հիմա, վլոգների ալիքը, Արմենի ասած, ասում է բոլորի հիմա վլոգ են կարում, այնպես որ այդ բոլորից մեկն էլ ես եմ եւ եթե ձեզ հաճելի չի մեր տանը, գնացեք ուրիշի տուն, բայց գոնե այնտեղ ձեզի նոր կտայեք էլի, որտեղ ոչ մեկ էլ հաճելի չի, հա, այսքանով ավարտեմ եւ լավ կտակեցի, նատ լավ անիկդոտ կա, բայց չեմ ասի, չէ, մեկ էլ տեսար, էլի թեմա բարձրացը։ Всё, նավ, էսի պատրաստ է։ Հիմա ես սա դնում ենք, ուղարկում ենք թավայի մեջ։ Չթրջեմ ես սա, որովհետև մեր չի որ կեղտոտ է, ուղղակի ուղղակի կշուրներն է, հա, որպեսի, հիմա նայեք մենք ինչ ենք անում, ես էստեղ պատրաստել եմ չամիչը մեր խանութից եմ երեք գնել, լավ չամիչ մեծ, ուզածի պես, շնորհ արտակարգ չամիչը եւ գնել եմ սև սալոր առանց կորիզ հիմա մի փոքրիկ սենց
կտորներ եմ անում, սա էլ եմ խառնելու չամիչի հետ։ Ես սիրում եմ, որ ճիշտն ասեմ։ Սենց խառ, Արմենը այդքան չի հավանում, բայց ոչինչ կուտի։ Չենք ասի ինչա, կասենք չամիչա ուղղակի։ Խափենք։ Բա, տենց բաներ եմ անում։ Բայց օգտակար է սև սալորը, այնպես որ իր օգուտի համար եմ խափում։ Ահա։ Սա էսպես։ Ես տորտ փլավիկ եմ սարքելու, մի փոքրիկ, ձեզ էլ ցույց կտամ։ Մեզ համար տորտ փլավիկ, մնացածն է երեխաների համար կթողնեմ։ Սա մեջ կորիս կար երեխեք։ Եկեք սա հանեմ, սոսնողը չի կտրում։ Կտրում եմ, չի կտրում։ Կարտոֆիլի երում է պերաշկի, պերաշկին կարծեմ սարքել եմ ալիքում, եթե չեմ սխալվում, արդեն չեմ հիշում, որ ալիքում ինչ եմ արել, որ անկեղծ ասեմ, ժողովուրդ կոմենտարիաներին, բոլոր կոմենտարիաներին կսկսեմ պատասխանել, երևի թե ես հոլովակը դուրս գա արդեն այդ վաղտվանից, կտրամադրեմ մի ամբողջ օր ձեզ պատասխանելուն, որպեսզի, որ ասում է, վերջապես իմ ուշադրությունը դեպի ձեզ գա, չնայած իմ ուշադրությունը միշտ դեպի ձեզ, ես բոլոր կոմենտարիաները կարդում եմ, անկեղծ եմ ասում, նույնիսկ չպատասխանելով, ինչու չեմ պատասխանում, որտեվ որ այդ րոպեին կարդամ մեկին պատասխանեմ, մյուսին չէ, կարող է տեսնեն նեղանան ասեն, հա, ես մի կոմենտարիային պատասխանել եմ, մյուսին չի պատասխանել, դրա համար գերադասում եմ այսպես, ոնց որ, հա, բոլորին գրեթե միաժամանակ բոլորին չի լինի, չի ստացվի, բայց գոնե, ահա, ըսի մեկ, սա եղավ, շատ չեմ անում, որտև ասացի, պլավը մերը շատ չի լինելու, և մի փոքրիկ էլ ուզում եմ խուրման, գցեմ մեջը, բայց խուրման պետք է փորձենք, ես իրավրի շերտը հանենք, ու եթե ես հիմա չվատանա, որ կպնում է իմ ձեռքերին, մի քանի հատ կհանեմ, շատ չէ, մի քանի հատ։ Կրեպն եմ ուզում հանեմ վրայից, որովհետև որ չոր չլինի ժողովուրդ։ Օխ, կպնում աչը։ No. Հազար անգամ ներողություն, հիմա այստեղ կարակ ենք անում, սա մեծ կարակ, սա խորիզի համար շատ է, այստեղ 300 գրամ է, այս որ մի քիչ ստեղից կվերցնեմ երևի թե, խորիզը չեմ ուզում, որ անկեղծ ասեմ, գաթայի մեջ շատ անեմ, հատկապես կլորի մեջ, որ երեխաները ուտեն։ Այսպես կվերցնեմ մեր լատի համար, երեխաները կարակ որ մի քիչ կանան կարակ։ Երեխաները կարակ կանեմ, այն դեպքում հիմա այստեղ լցնում ենք սա, այսպես, չամիչը, ամբողջ, որ լավ սենց չամիչոտ լինի և իհարկե դնում ենք պլիտայի վրա, սա վերցնենք, սա զբաղվենք սրանով, այսպես, ժողովուրդ, այսպես փոքրիկ կաստրիկ ունեմ ես, սրա հատակին շարում ենք այսպես գեղեցիկ սալորները, կարող եք ուրիշ ինչ-որ չիր դնել, ծիրանի չիր օրինակի համար, եթե ունեք, այսպես դնեմ, որ երևա, սա իրականում առել էի, որ պլիտայի վրա օգտագործեմ, բայց
Ոնց հասկացաք, իմ պլիտայի վրա ամեն կաստրուլա չի գնում, դրա իսկ պատճառով սա էլ չգնաց, շատ փոքրիկ եմ սարքում, վերջին արանքներն արդեն չամիչ կանում։ Եկեք կարտոֆիլին մի քիչ աղ անեմ։ Իդեպ երեք որ գնացել էի խանութ, գնացի չամիչ արա, այսեր սալոր արա, տնօրենն ասում է չես ուզում, ետ վերադառնաս արդեն, երկու շաբաթ եմ արձակում, ասեցի ոչ, ասում եմ ինչի իմ տեղը զգացվում, ասում է հա, ասում է հետ արի էլի ինչ կլինի, ասեցի չէ, ներող եղի, բայց տվել ես երկու շաբաթ արձակում, ուրեմն դիմացի, երբ որ երկու շաբաթը կլրանա կգամ, որովհետև ամառվանից այս կողմ չէի հանգստացել, ճիշտն ասած, մի քիչ հոգնածությունը կար ու նայած ասում եմ դեմքիցս երևում է որ լավ հանգստացել ես, ասին հենց շարունակում եմ հանգստանալ։ Ասում եմ կարող ես շաբաթվա կեսից գազ գոնե, ասեցի չէ, վայ, ժողովուրդ, սաղ չամիչները գցեցի։ Լավ բան չստացվեց, բայց հիմա ինչ եմ անելու, մտածում էի չամիչ դնեմ։ Ունեմ չամիչ, չարած մեզ չամիչ կա։ Всё։ Ահա, այսպես։ Հարցնում եք ուր են գնացել, ստեղի ապրողներին եմ ասում, Կապդակ, C-A-P-D-A-G-D-E, Կապդակ, գրում եք ու պլաժ Ռոշելոնգ, ամենալավ պլաժն է, ժողովուրդ, շատ հանգիստ է, շատ համ տուրիստները շատ են, բայց չգիտեմ ոնց է ստացվում, բայց այդտեղի տուրիստները բոլորը շատ շնորհքով են, հիմնականում 90%-ը երևի թե ընտանիքներով են, շատ գալիս են այլ երկրներից, ինչպես որ շեշտեցի Գերմանիայից, Արմենն ասեց Լոնդոնից, հա, ոնց որ թե, ինչ որ այդ մասը, չգիտեմ ոնց է իմացել Լոնդոնից են եկել, բայց Գերմանիայից ասում եմ շատ լսում են գերմաներեն որ խոսում են, այդպես հասկանում ես որ եկել են Գերմանիայից, հա, հետև գրել էիք ինչի դուք որտեղ եք, մենք Ֆրանսիայում ենք ապրում, Լիոն քաղաքում, այդպես 5 տարի շարունակ այդպես այնտեղ ենք ամառը անցկացնում, ուրիշ տեղերել ենք եղել անկեղծ ասած, բայց ամենամեր սիրած վայրը, որտեղ որ ամեն անգամ ետ ենք վերադառնում եւ թե ամառային արձակուրդ, թե երեխաների հետ, թե ուղղակի մենք ես ու Արմենը մենակ միշտ նախընտրում ենք գնանք այնտեղ, Կանում եղել ենք, Իսպանիա եղել ենք, Բարսելոնա, Պերպինյան եղել ենք, ստեղի ապրողները գիտեն, հետո էլ որտեղ ենք եղել, Աստվածի մեն ենք եղել, ինչ որտեղ, Լասոցիա ենք եղել, Լասոցիան էլ լավ տեղ, բայց Կապդագին էլի այդ մասում չի հասնի, հատկապես այդ տարածքը։ Մարսեյեն պլաժում էլ ենք եղել, ճանաչված Մարսեյեն պլաժը, որոնք շատ են սիրում գնում, օրինակ իմ ընկերուհին տարիներ շարունակ իրանք ընտանիքով գնում են Մարսեյեն պլաժ, միշտ որ խոսում եք, իրար կողք կամերան գնում, միշտ որ խոսում եք, անուն ասում ասել Մարսեյեն պլաժը շատ եմ սիրում, ես էլ ասում չեմ այդ պլաժն եմ շատ սիրում, ու Արմենի շեֆն էր Մարսեյեն պլաժը գնում, բայց մենք մի անգամ գնացել ենք, ես չեմ հավանել, ասեմ ինչու չեմ հավանել, նախ պլաժը ավելի նեղ է, ես դες ցույց տվեցի, չէ, ինչքան լայն է, ինքնս ինքան մարդիկ սենց իրար գլխի լցված չեն պարկում, երկրորդն էլ որ ուշ է խորանոցը, ինչքան ասեց Արմենը, 40 մետր, հա, գնում ես, նոր սկսում է արդեն աստիճանաբար խորանալ, այդ դրանով շատ լավ է, իմ մարդկանց համար, ովքեր լողալ չգիտեն, օրինակ մեր հայերը, հայուհիները հատկապես, շատ էլ լողալ չգիտեն, այն մի քիչ մեծ տարիքի կանայք, ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ երևի թե մի 3 տարի առաջ եմ սովորել եմ լողալ, անկեղծ եմ ասում, հիմա լողում եմ, բայց գիտեք ոնց եմ լողում, Արմենին ուղարկում եմ, ինքը գնում է մինչև իր այստեղը, ու ասում եմ մտես սպասի, ու ես լողալով գնում եմ դեպի իրա, հետո մենք մրցելով հետ ենք գալիս դեպի ավ, բայց ուղղակի դες լողալով մենակով չեմ եթա, որտեղ ինձ թվում է, որ հետո չեմ կարողանա հետ դառնալ։ Ինչ եմ ուզում ասել, որ մեր նմանների համար այս պլաժը արտակարգ է, դա շատ եմ սիրում, հետո հանգիստ եմ, երեխեքը մտնում են ջուրը,
չեմ լարվում, որ վայ, հեսա կխեղդում եմ, չնայած նանիկներ, մեծ աղջիկս, Սամոսը, լավ լողում են, Ալոնանը գնացել է լողի, բայց ջուրը այդքան չի սիրում, իսկ հիմա վախենում է, մտնում է, բայց այդքան չէ։ Չնայած հիմնականում ինչքան վերցրել ենք, կամ այդ ռեզիդանսը, որտեղ որ վերցրել ենք լողավազան ունեցել, կամ էլ առանձին տուն ենք վերցրել, որտեղ լողավազան ունեցել, դա ամենալավն է, անկեղծ ասած, մի տարի նույնիսկ ծովից մի քիչ հեռու տեղ գնացինք եւ վերցրեցինք լողավազանով տուն ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք իրականում, ինչու, որովհետեւ ասենք ծով մինչեւ հագնվում ես, մինչեւ պատրաստվում ես, մինչեւ գնում ես, մինչեւ էսկո, մինչև էնկո, մինչև հետ ես գալի, պլուս երեխեքից մեկ ասում է մամա հոգնեցի, ես ուզում եմ հետ գնամ, չնայած մենք միշտ վերցնում ենք պլաժին մոտիկ մեր տները, որ երեխաները մենակ էլ կարողանան հետ վերադառնալ տուն, երեխասերով արդեն մեծ են, բայց այն ժամանակ 5 տարի առաջ լրիվ երեխա են կարելի ասել, իսկ լողավազանով տունը ով երբ ուզում է թող է լողա, իր Զագար չգիտեմ հայերեն ոնց է զագարան թունի, հետ գա տուն, պատի քնի, հետի նորից լողա, ոնց է դրանով լավ է ինչ-որտեղ մենակ լողավազանով տուն, բայց շատ հեռու չէինք վերցրել, նորից գնացինք կամ դա կփրացինք ռեստորանից կոմենք ու հետ գնացինք նորից այդ տունը լողավազանով։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, որ եթե ապրում եք այստեղ, այդ պլաժը շատ լավն է, խորհուրդ եմ տալիս այդ վայրը, ընտանիքի, ընտանեկան հանգստի համար շատ լավ տեղ է։ Այսպես, հիմա սպասում եմ, այս չամիչիկս մի քիչ բողվի, այսինքն ուրչի մի քիչ կարակի մեջ, տնակ խմորին չեղավ։ Խմորը հենց ցուրտ է լինում, դնում եմ դուխովկայի մեջ, որ արդեն եղել է, նայեք։ Ախ, ինչ ամուսոտ է, ես սիրում եմ խմորի, որ ճիշտն ասեմ։ Всё, խմորել է պատրաստ։ Հմերը պատրաստ է, այստեղ մի քիչ սուջուկ ունենք շարուց, բայց դի ենա, որ մենք գնել էինք, սրանցից էլ էինք ուզում դնեի, մոռացա, ուզում եմ մի քանի հատ արանքները սրանից դնեի, գույնի համար, մենք սարքում ենք հիմա տորտ, կարելի ասել, իմ կիսուրը լավաշեր էր ձվով սարքում, շատ համով է իդեպ ստացվում, և ոնց որ երեսը դրանով էր պատում, բայց ես ինչ սկսել եմ անել, ես սենց եմ անում, նախ ավելի արագ է լինում։ Երկրորդն էլ, որ ճիշտն ասեմ, ես ոչ մի անգամ չեմ փորձել։ Կամաց եմ խոսում զգացիք, մենակով ես ոչ մի անգամ չեմ փորձել։ Չնայած դժվար բան չկա, բայց սենց ավելի սիրուն է լինում, գունավոր ավելի լինում, տոնական ավելի լինում։ Հա։ Արդարացում գտա էլ, և որ չեմ անում, արդարացնում են ինձ։ Ամեն մեկա երեխեքը չեն ուտում, Արմենն էլ այս դևին դեմ չի։ Արմենը դեմ չի, ես ինչի ինձ իզուր նեղություն տամ, մեկ այլ ձև պատրաստեմ, ես չեմ դուքել, վերջ։ Արանքում էլ ուտում եմ, էդի լավ չի։ Պատուան բացեմ, իդեպ գրել էիք, որ աղքակուրտը լավ ածեր վրա անդրադարձել, ես հասկանում եմ ինչի նկատում եք, այո, ճիշտ եք, ես էլ եմ զգում, որ ինձ վրա այս մեկ շաբաթը լավ է անդրադարձել, ու իբրև թե թազար շաբաթից պետք է ես էլ այլևս քաղցր չուտեի, բայց ես չեմ դուք եք, ես ամբերեմ ցույց տամ։ Մնացել է 4 կտոր ժողովուրդ, այս 4 կտորն է վերջանա, ես ինքս ինձ կստիպեմ, որ էլ չուտեմ, նայեք, ես իմ տորթիկն է։ Միասին իմ պատրաստ է, բայց կարծեմ կտրած ցույց չեմ տվել շերտերով։ Հիմա, ես չեմ դուք եք, առավոտյան արտանում եք, գործի չեք, աշխատանքի չեք, չեք վրազում, վայելում եք ձեր օրը, ոնց կլինի առանց քաղցր վայելել, ճիշտ չեմ։ Բայց երևի թե պետք է արդեն մի քիչ է որ ասում եմ, ինձ զսպեմ, այն օրը մամաս ասում Արմենին, ասում Արմեն ջան, ոնց որ Սերինեի թուշիկները մի քիչ կլորացել է, Արմենը ծիծաղում է,
Մաման ասում է, մի քիչ ասում է կոնտրոլի տակ պահի, որ շատ կախտր չուտի։ Ես էլ ասում եմ, բա դու մեր ես, բա մաման տես բան կասի, հոխանակ ասի, Արմեն ջան, լավ ես պահում աղջկաս, չաղացել է, միսիկա հավաքի վրա, ասում ես մի թողուտի։ Չնայած մի ժամանակը շատ նիհար էի, 47 կիլո, ասում պատկերացնեք արդեն ինչքան շատ էի նիհար, այդ ժամանակի ասում էր Արմեն ջան, նենց հարած ու մի քիչ հաց ուտի էլի, ըմպես որ մամաս երբեք գող չի, նիհար եմ ասում է նիհարա, չաղ եմ ասում է չաղա, բայց չէ, մի փոքրիկ պետք է իրոք իմ բգի վրա ես կարողանամ, չէ չեմ ուտում, ու այդ երևի որ տանն եմ, հանգիստ եմ, չեմ տենց շատ աշխատանքի չեմ շարժվում այդքան ինչքան որ միշտ եմ շարժվել ու ուտում եմ երբ ուզում եմ, որովհետև երբ աշխատանքի եմ այդքան իրականում չեմ ուտում, հա, դրա այս պատճառով մի քիչ կիլոներս ավելացել է, բայց կշերքի վրա չեմ կայնի անկեղծ ասած ու չեմ կանգնի, նիետ, Այսպես, մի քիչ էլ հեսա սրան բրինձ ավելացնեմ, մնացածն է արդեն երեխեքը երևի թե իրանք կուտեն, ես այստեղ կարակ կավելացնեմ, մի քիչ կարակով այդքան չեն սիրում, ճիշտն ասած, ձեթով են սիրում, ձեթունի ձեթով, դրա համար, հեսա մի փոքրիկ կարակ կավելացնեմ և ձեթունի ձեթ, ամեն ոչինչ չեմ ավելացնի, թողգան իրանք կորոշեն, եթե կուզեն նոր այդ վաղտ ես կդնեմ վրան, այն ինչ-որ իրանց պետք է անհրաժեշտ է, որովհետև թե չէ հետո պետք է բողոքեն։ Ահա, հիմա ես այս կաստրուլան կլցնեմ այս գեղեցկությունով։ Ախ, ծիրանի չիրևներ հետը ավելի լավ կլներ։ Դե երեք չվայմ առնեի, որ ճիշտ ասեմ, դուրս եկա խանութից, հետո ասի, բայց խի ծիրանի չիր չարակ ուս։ Բայց արդեն ուշ էլ։ Երեք փակենք։ Այսի սենց պետք կգա, սա այսպես, վերջ, այստեղ մի փոքրիկ թափվեց ափսոսը, այս պլավը ոսկի է, ամով շատ, բայց փոքր ժամանակ չէի ուտում, որ ճիշտ ասել, վերջ, սա հիմա մենք լցնում ենք այստեղ, այս բույթուրի կաստրուլային հլի գրեք տեսնեմով այս տիպի սարքում, թե սենց ուղակի դնում եք սեղանին ու վրեն չամիչն եք լցնում կամ կողքերը, թե լավաշով եք անում, ես քանի տարի այսպես եմ անում, որ անկեղծ ասեմ, ես եմ այդ սեղնեմ, մի քիչ սեղմում եմ, որպես ինքը խրճի, շատ ուժեղ էլ պետք չի սեղմել, որպեսի չլխկացնի շատ, բայց այն դեպքում սեղմել պետք է, և պրոշա պետք թողել մի քիչ, թե չէ հետո պլավը չի հենի մեջից, և տարանել պետք է մի քիչ սղլիկ տարա լինի, կամ պլաստմասայից, կամ ապակուց, որպեսի հեշտ հետո դուրս կա մեջից, հա։ Սենց փոքրիկ եմ անում հիմնական, եթե տանը հյուրեր չունեն, ուրեմն այսքան փոքրիկ, որպեսի չմնա։ Մի անգամ, երկու անգամ մաքսիմում ուտենք և վերջանա, որովհետև մի բանը շատ չի լինում ուտել, համաձայնեք ինձ հետ, բայց տեղ մի քիչ շատ եմ սարքել, թավայի մեջ մնալու է ինձ թվում է։ Որովհետև, ասեցի, պետքա թողնենք, Սամոյից ասած, զազորը։ Աշխատանքի տեղը մի մոմենտ հա այս բանն է, ասել զազոր, մամ ասում զազոր ինչ հա, ասեցի, հարցնում էիք Սամոն գրում է, կարդում է, հայերեն ոչ, սիրելիներս, երեքներ ոչ գրում են, ոչ կարդում են հայերեն, Սամոն ռուսերեն է, չգիտեմ ոնց սովորել կարդում, բայց ոչ մեկս չի սովորացրել, Նանիկը շատ լավ ռուսերեն է հասկանում, չհաշված անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, հա, Արինաս անգլերեն,
մի քիչ իսպաներեն, հայերեն գրել կարդալ ոչ։ Ես էլ որ անկեղծ ասեմ, սովորել եմ գրել կարդալ երևի թե 13-14 տարեկանում ինքնուրույն եմ սովորել գրել կարդալ։ Այնպես որ սխալներ որ ունենում եմ, գրում եմ կոմենտարյան, եթե տարասխալ է լինում կամ անունը մեկ էլ մարդ ես տարասխալ է լինում, բայց հիմնական ոչ թե վերնագրի մեջ ես եմ տարասխալ անում, այլ մատս միամիտ կողքի տարում կարող կպնի ու շատ հաճախ տարասխալ եմ անում, գիտեք, Սամոյիս անունի վրա, որտեղ S ֆրանսերեն անգլերենը S-ը, մեր հայկականով T-ն է, բայց ես որ նայում եմ, ինձ թվում է դա S-ն է ու անկախ ինձնից ուղեղս խփում է դրա վրա, հա, թե չէ ես էլ եմ ինքնուս։ Վերջ, սա հիմա մենք հագում ենք ինչ-որ մի բանով, օվնի ջուրի, ես ինչի հանեցի, սա չի գիտեմ, որ ճիշտն ասեմ, հետ եմ դրում, չհասկացում ինչի հանեցի, անկեղծ ասեմ, հագում ենք իրակապարեքով և դնում ենք ինչ-որ միտեղ, որտեղ որ ուզում եք, սենց ցույց տամ տակը, նայեք արդեն ինչ լավն է։ Ահա, սա այսպես, սա եղավ, միած տեղ հավաքեմ, վերադառնամ ձեր մոտ։ Ժողովուրդ պատրաստեցի ինչ-որ պետք է ինձ կարտոշկայի համար, պուրեի, հեսա կարտոֆիլս էփել է այստեղ, սոխ է ինձ պետք, մի հատ զեթունի ձեթ, որպեսզի տապակեմ սոխը և իհարկե համեմունքները, ինչ էի ուզում ասել ձեզ, ես արդեն մոտավորապես երևի թե մի 3 տարի, եթե ոչ ավել, պատրաստում եմ իմ կարկանդակները, այդպես ասեմ, միմիային դուխովկայի մեջ, ինչու, որովհետև նախ այդպես, ավելի քիչ ժամանակ եք տրամադրում կողքը կանգնելով, պատրաստեցի, գցեցի դուխովկա և գնում է, երկրորդը իմ մեծ աղջիկը չի սիրում համարյա ոչ մի բան ձեթով տապակված, բացի Կիևսկի կոտլետը, որը ոչ չդիպի արկե ձեթի մեջ, հետո դուխովկա, երկրորդն էլ ավելի ինձ լավ է ստացվում, չգիտեմ, մենք բոլորս սիրում ենք այդպես, տանից այդ ձեթի հոտը չի գալիս, մի խոսքով, մենակ դրական կողմեր ունի դուխովկայի մեջ պատրաստելը, իհարկե ամեն մեկս մեր ձևն ունենք։ Ես կիսվում եմ ձեզ հետ իմ ձևով, եթե կուզենաք, այդպես պատրաստեք։ Եթե ոչ, ապա ոչ։ Որ ասում է, դուք ձեր խոհանոցը, ձեր ճաշակը, ոնց ուզում եք, այդպես էլ պատրաստեք, ես այդպես եմ անում, որ անկեղծ ասեմ չեմ հիշում։ Բրինձի տակ միացրած մնացել։ Եկեք քանի միացված էր, իրել էին կողմի վրա ու միացած էր մնացել։ Մի քանի այդ կարակի կտոր գցեմ մեջը։ Կարակը հավաքեմ, եկեք կարակի դնեմ եստեղ, կարող խորիզի համար պետք է չգիտեմ։ Երևա, այս սոխը շատ է։ Ես սոխակեր չեմ, հատկապես ժարի տարած սոխի ցեր չունեմ։ Հիմա կասեք, ես ինչ ընտանիք եք, ամեն մեկդ մի բան չի սիրում։ Հա, մեր տնից մենակ Արմենը տեմ ծաներ շատ չունի։ Արմենը խաշած բրինձ չի սիրում սովորական։ Արմենն էլ ունի իրա չսիրած ուտելիքները, բայց ես ու Սամոն շատ նման ենք իրար, շատ նման ենք, ասում ենք, չէ, ասենք փոքրուց ինքը նույն ձև ա եղել ու նենց չի, որ ես ասել եմ չեմ սիրում։ Այս վերջերս հասկացանք, որ այն ինչ որ ես չեմ սիրում, ինքն էլ չի սիրում։ Բայց ինքը ավելի իզնից բետար ինքը խտացրած կաթել չի սիրում, իսկ իմ աղբերն էլ էր այտենց, ես աղբերս ու Սամոն նույն ձևին, կաթ չենք խմում, եթե կակաո չկա մեջը, կարակ չենք ուտում, ուղղակի հացին չենք սինտենք, սև զեթուն չենք ուտում, և յուղոտ շատ, յուղոտ միսը չենք ուտում, շատ բաներում նման ենք իրար, ես ու Սամոն ու աղբերս։ Աղբերս էլ խտացրած կար չէր ուտում Սամոյից տարիքին, միջև կակաո չխառների մեջը, մամաս միջև կակաո չխառներ մեջը, ինքը չէր ուտում խտացրած կաթել։ Պանիր էլ չի ուտում աղբերս, Սամոն էլ, եթե մոցարելա չի, ուրիշ պանիր չի ուտում։ Ես էլ տենց պանրասեր չեմ։ Մի խոսքով այսենց անհամ մեր ու տղա ենք։ Վերջ։ Հիմա որ սոխը տեսնեք ինչքան մանր եմ արել, կհասկանաք։ Այնքան որ չերևա մեջ, ես եմ մի հատ էլ մեծ դանակով անցի վրայով,
որ ընդհանրապես եփվելուց իզուկոզը կորի, ինքան որ համը մնա։ Լացացրեց սոխը ինձ։ Վերջ։ Յա, ձետն էլ եմ անջատել։ Չէ, ձետը պետք է լավ տժա, որ չքաշի սոխի մեջ։ Ժողովուրդ ձետի հոտը եկավ արդեն։ Սոխի մեջ անում ենք մի քիչ կարմրի, մի քիչ կանենք աղ, մի քիչ սև բիբար և աբեհամ։ Հարմը կանաչի չունեմ, հենց որ մենակ չորացրած ռեհան ենք անելու, բայց էլի վատ չի։ Քշել եմ ինչքան որ քշելի։ Այսպես։ Մի քիչ եմ ուզում որ անկեղծ ասեմ։ Դա համար եմ ափսե բերել, որ զգամ չափը։ Այսպես լավ է։ Արտակարգ։ Վերջ։ Կղեկարի։ Այս չափի սենց ռեհան գցենք։ Ոյ, թապեց սերանի, հրավավոր շուչ թապեցի։ Որտե ոչինչ։ Այսպես, հիմա այս սոխի մենք ավելացնենք այս համելուկները, մի քիչ սխտորի փոշի եմ անում։ Ինչքան որ մնացել է մի կես չայի գտանք։ Կարմիր սովորական բիբար, չպծու։ Քանի էլենչոն այստեղ չի, ես չի ուտելու պերաշկի, թավոտ սրտի, մի քիչ գծում շատ կանեմ։ Լեշի որ ես կծու արկերեմ, ես եմ կծկծու չեմ ուտում, բայց պերաշկին մեկ-մեկ հաճելի է։ Քիչ սև բիբար։ Ուտել են ասել դարի ու նիհարի, ոնց նիհար ես, ոնց շուտես, տնական քո ստերքի սարկատը, ոնց շուտես։ Արմենն ասել եմ, եթե չես ուզում քաղցր ուտել, ուրեմն պետք է ես քաղցր ոչ մի բան չսարքեմ։ Իսկ ինքը առանց քաղցր չի կարող։ Շանտաժ եմ արել։ Աղալեցի չէ, մի փոքրիկ աղ, աննշան, որտեղ չգիտեմ ճիշտ ասած կարտոշկայի աղը ոնց է, հետո կստուգենք միասին։ Վերջ։ Սայրն ենք լեցնում մեջը, այսպես, խառնում ենք, այսենց, օխնից խոմոփոտ ագորիր, սենց կսես հացին ուտես, կոթը խաց հացին։ Հիմա, կարտոշկան տրոր եմ, ես իմ տրորիչը արդեն փոխելու է, պլաստմասան մնում է, երկաթը իջնում է։ Всё, քանիսնա ժամը, հեսա Արմենը մոտավորապես մի 10 րոպեից կգա։ Եվ դրա իսկ պատճառով Արմենը կգա հաց կուտի, սուրճ կխմենք և նոր կանցնեմ գաթային։ Գաթան արագ է լինում, խորիզը սարքած է, ուրեմն ամեն ինչ սարքած է, խորիզն էլ չեմ ցույց տալու ոնց եմ սարքում, մենք համար միասին կթխենք և վերջ, որովհետև ամեն ինչ ալիքում կա, ինչպես որ ասեցի, ստումա կարիք չկա 100 անգամ մի բանի ես նկարեմ, ցույց տամ։ Վերջ կարտոֆիլը տրորվեց։ 3 տեսակ կարտոֆիլ եմ եփել, գիտեմ, չէ, տարբեր տեղեր, տարբեր կարտոշկա ունեի դրած,
Ինչի 3 տեսակ, որտեղ ամեն մի կարտոֆիլը իր նշանակությունն ունի այս կյանքում, մեկը պյուրեի համար է, մյուսը ժարիկի համար է, ես սախարներ եմ դեպին աշխարհը շուրջի կա։ Ես ելը թողեմ կարողարի կա, այսպես եկեք միատ խարնեմ, չէ, նորման գթալով էլի։ Շնորհքով խառնել։ Մի քիչ կարող եմ ձեթ ավելացնել ցանկության դեպքում, որտեղ քանի որ ձեթով չեմ ժարի տանում, կարտոշկայի մի քիչ ձեթը չի խանգարի, բայց շատ չէ, որ խմորը հեշտ փակվի։ Սա խառնեմ գույնի տեղը բերեմ։ Ուղղակի շոտ եմ, այս կարտոշկարը չնայած խմորն էլ աշում։ Սամը սիրում է, հետը վաղը կտանի կոցի տեղը, ուտեմ։ Երևի գիտեք ինչ անեմ, երկու կլոր գաթա պատրաստեմ, մեկներ սամոյին տամ, հետը տանի աշխատանքի տեղը, հետև տղաներով սուրճ խմին։ Հենց կանեմ, ուզում էի բանանեի, բայց երկուսներ կլոր կանեմ, տենց կանենք։ Վերջ, խառնվեց, ես եմ այդ աղը փոխսեմ, ես ու կհասկանանք պետք է մեզ աղ նորից ավելացնել, թե ոչ, ձերքս հոգնեց, ասենց թուլ աղջիկ եմ ես, կարտոշկան լավ է եփել, չգիտեմ գույնը փոխանցվում է կամերայով թե ոչ, բայց լավ է եղել, ոնց որ բանը լինի, պլաստիկի, հիմա փորձենք, կծույա, մի փոքր աղան եմ երևի, իմ համար լավ է, բայց Արմենը կբողոքի, սրանով անում էլի, ձերս թե չէ հոգնություն, գթալով, վերջ, սա էլ է պատրաստ, նոմա խմորները գնդիկներ անեմ, ստեղ դասավորեմ ու նորից հետ գամ, ժողորդ միջև մենք ես կոմենք կոմարինք իմ խմորը վաբշը ուրեց, բայց լավ է կան, լավ է շատ չեր ուրեց, հիմա մի փոքրիկ ձեթ հանեմ, շատ քիչ, ալյուրով չեմ անում, չեմ սիրում ալյուրով, այսպես տարածում ենք մի փոքրիկ էստեղ, երևում է, ձեզ երևում է, և իհարկե խմորը, այսպես, հանգիստ, այս ձևով իջնում է, վայրը չկատարում սեղանի վրա, այսպես, հիմա, գնդերն ենք անում, մեզ թե փոքր արդեն դուք եք որոշում, ուպս, ինչ-որ չամի չէ, մի քիչ լավն է, սովորական հացի խմոր եմ անում, որ անկեղծ ասեմ, լինում է, որ ձու եմ անում, բայց այս անգամ ձու չարեցի, այնպես որ սովորական հացի խմոր, դրոշ, մի գթալ պեսոկ, շատ հարված, աղ, ջուր ու ալյուր, շատ մեծ գնդեր չենք անում, որ շոտ մեծ պերաշկիներ չանենք, չնայած մեկը ուղու մեծանում է, ինչքան էլ փոքր ես անում, մեկը իմ պերաշկիները մեծ են ստացվում։ Այսպես։ Եկեք սրանք շուշուտ գնդեմ, այսենց փոքրիկ, այսենց եմ անում, հետո սեղանի վրա, համ ես մի անկյունում, սենց եմ անում ուղղակի, սենց գնդիկ է ստացում ու Արմենը եկավ այդ համբացեմ գա։ Չնայած ինձ թվում է, որ Արմենը չի, ինձ թվում է Ալյոնան է, բայց Ալյոնայի համար մի քիչ շուտ է։
15-ից 15-ը։ Այսինքն ուշ են երեխաները այստեղ դասից տուն գալիս, պատկերացնում եք։ Շատ երկար այստեղ դպրոցները Հայաստանի նման չի, ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի։ Դրա համար այստեղ երեխաները մի քիչ ավելի են, ոնց են ասում, մեր լեզուն հետ ընկնում մեր լեզվից, որովհետև ցավոք սրտի ամբողջ օրը անցկացնում են դպրոցում։ Չնայած խոսում են, բան չունեմ ասելու, երեխեքը խոսում են։ Չեմ կարող բողոքեմ, ասեմ հայերեն չեմ խոսում։ Ուղղակի սովորության համաձայն ավելի շատ ֆրանսերեն է խոսում, արմենն է։ Դե ինչ, ես ամեն ջրին հացտամ, հետո կմիանամ ձեզ, հեսա պերաշնիցից կտամ ոնց եմ փաթաթում դնում ու հետո իհարկե կվերադառնանք միասին գաթան կսվրքենք ժողովուրդ։ Ժողովուրդ, կարկանդակները այս ձևով պատրաստ է, այս սրա վրա կքսենք արդեն, ինչ են ասում, ձուն, արդեն հարել եմ, հեսա, սուրճը դրել եմ եփի, հեսա միատ ցույց տամ, այսպես բացում եմ, էլ ձեր բան չեմ անում ձեռքերից տեսնում եք, ենքավոր սենց վերցնում եմ, մի հատ սենց գնդրիկ մեջտեղում և այսպես իրար ցանեմ երևի, այսպես վրա եմ վերում, այսպես, հոպ, և վերջ, և դրանով ասում է վերջ, և հետո իհարկե ձուն ենք կսում վրան, ու ուղարկում ենք դուխովկա 200-220 աստիճան վերև ներքև միացրած, հենց թխումը պատրաստ է, այստեղ ես մի հատ արագ ուղղակի կսեմ և կունժուտի սեմուչկա եմ ավելացնում, համ համով ալինում, համ է գեղեցիկ ալինում, որ անկեղծ ասեմ, նայած օր ալինում չեմ անում, այսինքն ոչ թե չեմ անում, այ պարզապես չեմ հիշում, որ հիշեմ կանեմ, որ չեմ հիշում, այսպես կսենք, և արդեն սրանք բավականին ժամանակ է հանգստանում, այսա ուղարկեմ դուխովկա, այն մյուսները անեմ, այն մյուսներն է որ անեմ, արդեն մինչև սրանք թխվեն, մյուսները կուղարկենք արդեն ջեռոց, վերջ այսպես խսեցինք, և ցանում ենք մեր կունժուտը, այսպես շատ քիչ որոշեք ինքներդ, եթե կցանեք համով ալինում, հեսա թխվի, կարկանդակներս եզր ցույց կտամ, այսպես, վերջ, սա եղել է, մի փոքրիկ հանգստանա ու դնեմ թխվի։ Ինչ ժողովուրդ, իմ կարկանդակները պատրաստ են, երեխեքը լավ կերան, բոլորը հավանեցին, Արմենը հավանել, այսինքն ստացվել, սենց շարել եմ այստեղ, այսպես գեղեցիկ, ես հուսով եմ դուք տեսնում եք, լավն են չէ, մեծ հաճույքով ձեզ էլ կհյուրասիրեի, բայց ցավոք չեմ կարող, կեք, մի հատիկը սենց պրոստը ցույց տամ ձեզ, փափկությունը նայեք, ու այսպես ունեք ինչ լավն է մեջը, ամբողջովին կարտոֆիլ է ու շատ բարակ խմոր է գնում, ու շատ համով է, ուղղակի ես նոր կերել եմ, ու քանի որ հիմա ես ձեզ հետ եմ շփվում, ես չեմ կարող ուտել, այսպես դաժանային կյանք, բայց մնաց խմոր, որովհետև Արմենը որ եկավ մի քիչ սոված էր, ընդեղ մի քիչ պյուրեից Արմենի հետ կիսվեցի, հետո Ալոնան եկավ, տեսավ պյուրե, սիրում այդ պյուրեն, վերցրեց մի քիչ էլ Ալոնան կերավ, իտոգում պակասեց պերաշկից ու սենց փոքրիկ գնդլիկներ արեցի, սրանց մեջ կարելի ինքը տակ, հա չեմ կարող սեղմել, որտեղ նախ վառում է ձեռքս, կարող եք փոքրիկ սարքել այդպես ու մեջը մինի գամբուրգերներ, հա, կամ չգիտեմ, նուտելա նույնիսկ սկսեք, երեխաները ուտեն, ես էլ այսպես սենց պատրաստեցի, թողեցի, տեսնում եք ինչքան բան կարելի է այն խմորից ստանալ։ Հիմա հերթը հասավ գաթանի ժողովուրդ, վերջ,
Այստեղ կարակն եմ հալացնում, այստեղ արդեն բոբոկվանն եմ գրել, որ մի քիչ բովի, դնենք 5-ի վրա, այստեղ ավելացնում ենք ալյուր, ստե մի փոքրիկ ալյուր ամենացեք հիշում, երբ որ էլենուսամոն ռուլետ էին սարքում, այդ չդատարկեցի ետ, որովհետև ասացի մեկը օգտագործելի եմ, այստեղից մի քիչ ալյուր դեցնենք այստեղ, աշկատ չախով, ինչ եմ էջ խմորը, որտեղ որ կոկոկել կա հետը հայդրկ նանիկին ասում եմ նանիկ մի քիչ տխուր ա որ կոպեկը մեկի տան գնում կամ փողը ասում հա մամա ոչինչ ասում այլ փոքր երեխա չենք որ տխրենք որ մեզի չի եկել խաղա էլի ինձ որ ասում է դիր գնեմ մի 10-ի վրանից վերցնեմ կամ որ դնեմ կոման գնում է 10-ի ահա վերջ այստեղ բովում ենք սա, տեսնեմ ինչ ունեմ, որ ես սա քայնեմ, սրանով քայնեմ, մի թեթև, ենքան որ հենց սկսում ենք հոտարնել, արդեն կարող ենք անջատել, դնեմ 7-ի վրա, կարակը դնեմ 1-ի վրա, արդեն հալվել է, ալմինել եմ մի անգամից լեցնում հետը, թող բովի, մի անգամից, դաշ մի անգամից, այսինչ, գիտեք, խավիցը ոնց ենք սարքում, ալյուրը հենց մի քիչ գույնը փոխում է, ասենց մուքանում է, արդեն պատրաստ է և իհարկե մեզ անհրաժեշտ է լինելու վանիլ։ Ես այս վանիլը կլսնեմ, այս վանիլը շատ եմ սիրում, եթե ապրում եք այստեղ, գնեք սա, չեր փոշմանի, իրոք լավն է։ Ինչ ուզում ասեի, հա, պոպոկը քիչ է, Ալմենը ճիշտ է եկել է, բայց քանի որ մի փոքրիկ վատարող չա, բրսել է երել ինձ թվում է, հաց գերավ կոֆե խմեցիք, պարկել է իրա համար, դրանա չեմ ուզում, նեղություն տամ անհանգստացնեմ, թող պարկի ոչինչ, թող մի քիչ է պոպոկը քիչ լինի, աշխարհը դրանից շուտ չի գա, 10-ի վերցնեմ գա, դերեցի, հիմա ումը լավ հատատենք, մեր ուզածի պես ֆոլգայի մեջ տնենք հետո նոր սրա շիսում ինչ խոտ եմ արնում ժողովուրդ չեք էլ ասում միացերին խարմի վարվեց Շասում ինչ խոտ եմ արում, գնացի դոկովկայից այդ կաշին զգացիք Մեզ փոքրացնենք, ոչ մեկ չգտնի իրա գաթայի մեջից փողը Յադել Սակում ենք սրա մեջ կոպեկից լավ չի, կոպեկից լավ է կարծիքով Շո լավ պատատեցինք լավ, անենց ենք պատտավորը, որ երևի ուզենանը չկարողան բացեմ Վերջ գույնը արդեն փոխել է, հերիք է, շատ չենք ուզում բովենք, խվացից, դնենք տեղը, դեցնենք այստեղ ու հետո ավելացնենք կարակը, նայենք, եթե պետք լինի, էլիք ավելացնենք, պետք չի լինի, պես օգ, առած պոսոք էին կանելու ժողովուրդ, չեք էլ ասում, սերին է, պես օգ, ասա ասում ենք, բայց լսում ես, գույնը ծույց տամ, տեսեք լավ մուքա, արդեն, դուքեն 220 աստիճան է,
Նորմալ է 220, որտեղ խմորը բարակ եմ անելու գաթայի, այս ինտերնետ եմ բացելու։ Բարակը լցնենք, այսպես, թե պետք լինի հանգարցում արդես ալուրը քիչ լինի, կավելացնեմ ու ոնց որ թե քիչ է։ Մշկիս էլի պետք է ալուր բովեմ, մաշկա չոպ ինձ խփեց։ Նորմալով ես միշտ չափը զգում եմ խորիզի ալյուրի, բայց երևի որ մտածեցի բաներ ամեջը դրա համար եկեք տաղուց բովեմ։ Տանել չէի անջատել։ Դեպի։ Շա։ Ես անգամ մի քիչ շատ եղավ, բայց ոչինչ մստեղանի մենք վանիլին։ Ուզածի պես, որ լավ համով լինի։ Այլը ինստիմա էջ պետք չի, այսինքն խառնենք, 2 գաթայի համարախորից, այսինքն 1 կիլոգրամ, տնոշացա, 1 կիլոգրամ ալուրով գաթայի, այն նույն բաղադրատոմսնա, որը որ ալիքում կա։ Սպեստ մի անգամից խմորը բացենք, այսպես դնենք, այսպես բացենք, որ հետո խորիզը դնենք ու փակենք, հետո նոր մնացածը անենք, այսպես շատ չեմ բացում, կեքսանով խառնա, որտեղ այն մյուս արժեն բանանար է, Եղավ, սա լցնենք, մեր կիսիկ ուզում ագա, ես ենք բաներ ունեմ, ուտակն եմ սրանցով անեմ, ենք պեչենի բանի համար էր արել, նոր տարվա ինքով մոտիվներով 3 հատ նույնը, ուղղակի տարբեր չափսեր է, հիմա տեսնենք, միգուցե և անենք, այ հիմա չափը իսկական է խորիզի դեն մեկ, անջատել եմ, Սաս ես անգամ է չում անջատել, անտիրա ես անգամ խորիզը, ու յակով, տեղ են ասել, վայ չուտողի, սա, չիս տամ ձեզ մուտիկից, այսինց է, ուխ տակ հավելը, բայց, նայեք, այսինց խորիզ, մի փոխրիկ է կարելի ալուր ավելացնել, ցանկության, բայց ես ցանկություն չունեմ, ես ուղղակի վախենում եմ վարվեմ, դև իրոք տակը, այսինց կունդել կանում, և այսինց մեջտեղն եմ դնում ու վերքե լվանենք, սա գնաց, այստեղ, որ մեզ չխանգարի, հիմա հավատում ենք մեր գաթա, այսինք բերում ենք վրա, իդեալական խմոր է, եթե նոր եք միացել ալիքին, ասեմ, խմորի մեջ, մենակ, կարակա, մածունա, ալյուրա, դրոշ ու վանիլին։ Ոչ մի հատիկ ձուն չի գնում։ Այնպես որ խոմուշ եմ տալիս, արեք չեք փոշմանի։ Այսպես լավ կում չտում ենք, որ տակը հանգարց չբացվի, մարդես։ Դնում ենք, համ խորիզներ ծակամ է, խմորներ տանջերում աստիճանի ժողովուրդ, ես բարակ եմ բացելու, կարող եք սենց թմբլիկ թողնել, ես ինչի եմ բարակ բացում, որտեղ մեր երեխեքը սիրում են, որ բարակ ա լինում, հա մորացա, չեք եկեք ես մի հատս ես դնեմ, որ իմանա, որ իտի հողի համերա, տեսակ, չէ, բայց դուք տեսակ ինչ է, լավ, որ չի շուտմեն գաթը մեջ տարոջություն, չէ, Եկեք ես իրենց շատ մեզ չբացեմ, չնայած մեկի ուզեցի, որ սամս հետը տանի, ոքի լավ, շատ չեմ բացում, ինչ ծերերին է հատ բացենք, ենքան լավ խմորա, հավեսըտ գալիս ոսնաս, ես խմորի ետ հա, խավաս, հիմա ես ուզում եմ, մի հատ սրանից մեջ տեղ անեմ, ուսով է մեջ տեղը շատ չեմ բարակած չէ, հետո ձեզ ցույց կտամ։
խայտապղետ անում ենք։ Գեղեցիկ անում, եթե մնաչ բան չլինի, չդեֆորմացվի, ոչ մի անգամ սես չեմ անկեղծ, բայց մնա։ Մի քանի հատ ծակել, բայց պետք չի ծակել, որտեղ անայինք արդեն, ինչ եմ ասում, բարակը խմուրի, ժողորդ, հուսով եմ ուզորը կմնա, եթե չմնաց ես տխրելի եմ, մեծ չավո պիսոն է, ուզում ագնա Սամոյի մոտ, լացում է, Սամոնը դուրը պակել է, չի բացում իր սենյակի, դա անելու բան է, կարոտել է, ուզում է այդ համոտը, շատ պակցի պիսոն ենք, սիրում է, անպայման քեզ մոտ լինի, իրան ուշադրություն դարձնես, գրկես, գջուրը չէ, ես մեկը չգիտեմ ինչ աստացվելու, ձուկսել եմ ուզորա, չեմ տեսնում ոչ մի բան, չենք տեսնում ձեր ձեռքերը, всё, սեսա կգնա դուխովկա, իսկ մյուսը ուզոր եմ չեմ մորանա, կեք լուսամոտը բացեմ, ձերքս կպահ, մի անգամ ձերքս սենց վարել եմ, գիտեք չէ, շատ պիս, մինց կարծում հետք մնացել է, վերջ սնգավ, վերջ գնաց, ժողորդ, հիմա հիշացրեք ինձ, որ ես սա չմորանամ։ Խողջություն է չփորձեցի, հա։ Ինդիր։ Մալադեց, հոյակապ։ Ինչ համով է ժողորդ։ Գոված բանով, դուք ասեք պոպոկով ու ալյուրով նրի ուրիշա, բո անի մտցնենք այսենց մեջ տեղը, հակենք, կործնենք, բո անցնենք հաջորդի, ինչ համով էր խորիզը, շատ համով էր, վերջ, պես մեկից է վերջացրի, ես արդեն հոգնել եմ գում եք, բնյատ է կոֆե գնամ երևի խմենք ես ու ամենջոն, օ, պլավը ձեզ ցույց չեմ տվեք, եք ես այսի սենց հանեմ, ես ձեզ պլավը ցույց տամ, պասիկ մի ատիսի տարացենք, մորացել է, որ ուղովնա, պլավ տարացենք, որ մի տեղ եմ գնի, հուսով եմ մեջտեղ չին գնի, ոյ հեսոք իտեք չես գում եմ, մամա ջան զգում եմ ուրա, շատ չեմ բարակոսն, ես մասնը հաց, հակենք մի քիչ հաստասնենք, չճողվի բացվի, փչացվի ամեն ինչ, նայեմ ուզորը, ոնց որ թե երևում է, գիտեք, երևի անեմ, պրոստը մի քիչ ուժեղ կսխմեմ, եկեք այդ մասակի, այսենց, ուժեղ եմ անում այս անգամ, այն անգամ ուժեղ չէի արել, խարխշտի կարեցինք, ընկավոր լիքը, դերեմ դեր մոտիկություն չթխված վիճակում, այսինք երևում է երևի, Շամ լավ ես էլ կսենք ես մյուսի վրա,
վերջ։ Դոշնի հերիք է համ պերաշկիի համար, համ գաթայի համար 2 ձուն սպիտակուցով։ Կարես ես տետելիս։ Ուզում ես էլի։ Շայ։ Okay, դե դուրը պայքի մինչև կաս, լավ։ Սպասիբա։ Մոմենտ խավեր։ Всё, լսիկ եղավ։ Լսիկ ստեղ, հիմա մի հատ պլատն է ձեզ ցույց տամ։ Հիմա վերցնում ենք մեր պլաֆիկը։ Շրջում ենք։ Նայում ենք մեջտեղա, թե ոչ։ Գացիկ հայ-հայր ճարդում է։ Շրջում ենք։ Այսից։ Պատրաստ եք։ Հիմա մտածում եք բացելու եմ սես թափվի, չէ։ Ոչ։ Գլուխը դրախ։ Всё։ 1, 2, 3 չամիչով փլավը բերեք։ Ինչպես ֆրանսիացին կասի, մանիֆիկ։ Դերեք մոտիկից ցույց տամ ձեզ։ Այս հրաշքությունը, այս գեղեցկությունը։ Մի քիչ կողամից։ Վերևի ուզորը։ Ահա, ժողովուրդ։ Իմ տորտիկը պատրաստ է։ Լավ մնացել է, բայց չի լղկվել, այնպես որ ամեն ինչ, ստե մի հատ չամիչա դուս եկել։ Հոտաումշա, չեմ տակացնելու, հենց այսպես էլ ուտելու ենք, պերաշկի գաթա, բայց որ անկեղծ ասեմ, արդեն երեխեքը բավականին շատ պերաշկի են կերել ու կասկածում եմ, որ իրանք սոված են։ Շատ մի քիչ գաթայից ուտեն, հուսով եմ, ու վերջ, ես էլ ինձ ու արմենին, եսի մեր գաթան, Սա գաթան կարմրի ձեզ ցույց տամ ու դրանով վլոգը կավարտեմ։ Ուզում եմ ներողություն խնդրել մի քիչ վրդովելուս համար, որովհետև ամեն դեպքում ինձ թվում է, որ մի քիչ վրդովեցի, բայց ինչ վերաբերվում է մեր երեխաներին, մենք դառնում ենք գերի ու կազալ։ Հա, դրա համար ներող եղեք։ Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր մեր հետ լավ են, հաճույքով դիտում են, բարի են, բայց ցավ սրտի իրանք էլ ականատես եղան դրան, նրանցից չեմ ներողություն խնդրում, ովքեր որ արժանի են իմ մի քիչ ագրեսիվ լինելը, հա, չնայած ես իրականում էություն ագրեսիվ չեմ, բայց դե ամեն ինչ է չափու սահման ունի։ Հիմա ես նայում եմ ու մտածում եմ, որ ուզորը իզուր արեցի, որովհետև դուրս չի գալու, բայց դե ոչինչ տենց։ Կարևորը համն է ու միջի գումարը։ 1 միլիոն եվրո։ Իդեպ ես արդեն պահել եմ իմ երազանքը, այսինքն երազանքը ո՞րն է իմ նպատակը, գրել եմ գրքի մեջ, փակել եմ, գրել եմ անկում։ Մեկ երազանք եւ մեկ նպատակ ունեմ։ Հուսով եմ կստացվի կիրագործենք։ Բայց ոչ մի քիչ եմ ասել։ Նույնիսկ Արմենը չգիտի։ Իդեպ դու իր նպատակը պահի, միգուցե նույնն է, միասին կիրագործենք, չէ, երկու նպատակ կիրականացնենք, ինչու ոչ։ Այսպես սիրելիներս, տորտիկը սիրուն է։ Մամամը գնենք, փչենք։ Գերեցիկ տորտիկ ստացվել է, ջանուր է, ոչ փնվում է, ոչ քանդվում է, ու միաժամանակ շատ լղկված է չի։ Ես երի միած սրա վրայից քիչ ամեն դեպքում գծեր տամ, գիտեք ինչի, որովհետև այն մեկը թխվել է և ոչինչ չի երևում վրան։ Այն իմ սարքած ուզորներից սկի հետքը չի մնացել, բացեցի, նայեցի, այնպես որ եկեք ես սրա վրա մի քիչ մեր ուզորից տամ, որ գոնե գեղեցիկ լինի։ Այ հիմա հանգստացա։
Սիրելիներս, այսքանով ես ձեզ հրաժեշտ կտամ, իհարկե վերջում ցույց կտամ գաթայի տեսքը, շատ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, շնորհակալություն, որ կոմենտարիաները չեք զլանում, գրում եք, շատ անչափ շնորհակալ եմ, իհարկե արդեն մինչև դիտեք Սուրբ Ծնունդը անցած կլինի, բայց ամեն դեպքում շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանորն ինչու ոչ, որովհետև նոր տարին է, սկսվել է, 12 ամիս դեմներս է։ Դե ինչ, նա հանեմ, սա բերեմ դեպի, շնորհակալություն ևս մեկ անգամ։